Հայմատության համար նախորդ բանակի հետ մենք կարող ենք ասել, որ առնվազն 20-30 անգամ մենք ավելի մարտունակ ենք։ Հենց հիմա։ Հենց այս պահին մեր բանակը, մեր հաղթանակները ձեռք է բերվել մեր հայրենասիրության, մեր հայրենատիրության, մեր հաղթանակները 92-93 թվականների մենք դեռևս ձևավորված բանակ չենք ունեցել։ Կարծեք թե պատմությունը կրկնվում է, կարծեք թե մենք Արցախից էլ դասեր, մեր սրբության սրբոցը Արցախը այսօր գտնում է մեր թշնամու վերահսկողության ներքո։ Մենք պատմությունից էլ դասեր չառանք։ Բավական էր հիմա եթե վերագրում եք այդ պարտությունը օրվա իշխանությանը, ինքը ասում է, որ ես մեղավոր եմ։ Բայց դավաճան չեմ, բայց գլխավոր մեղավորը ես չեմ։ Պատճառը հետևանքային կապով է եղել։ Երևի դուք ճանաչում եք, չէ՞, Ազատ Ազենի տղաներին։ Այո։ Սարգիս այնքան լավ տղաներ կան։ Սարգիս ես շատ եմ սիրում, էլի երիտասարդների հետ որ հանդիպում եմ։ Դուք չեք պատկերացնում։ Սարգիս, դուք չեք պատկերացնում, որ ես չեմ ուզում խոսեմ։ Նույնիսկ չեմ ուզում իմ գիտելիքների մասին իրենց իրազեկեմ։ Երդվում եմ։ Ես ուզում եմ իրենք խոսեն։ Եվ ես ինչ ուզում եք լսեք։ Այո, ես երբ որ ես մենք խորքային ձևով 44 օրյա պատերազմի հետաքննություն ենք անում, շուտով ես դրա մասին կուզենամ առաջինը ձեր կայքով իրազեկեք մեր ժողովրդին։ Սարգիս, տեսեք, Հադրութի այն երկու գյուղերը, որը սահմանակից են Մարտունու շրջան։ Ազոխ տրախտեք, այնուհետև մտնում է Շեխեր, Շեխերով դեպի Թաղավարտ, մտնում ես Ասկերանի շրջան, Սարգիսաշեն, Ավետարանոց, Ակնախպյուր եւ այլը, եւ ճանապարհ դեպի Շուշի, այո։ Լսած եմ։ Սարգիս, ուրեմն եթե մենք ունենայինք 4 մարտունակ գումարտակ, դժվար թե լեռնահրաձգային նույնիսկ, հետևակային նույնիսկ, համոզված կերպով ասում են, որ Ադրբեջանը չէր կարող, Ալիևը չէր կարող տեղաշարժվել դեպի Շուշի։ Տղաները պայքարել են անձնուրաց։ Եվ այսօր էլի պիտի ասեմ բրավո մեր կառավարությանը, որ շատ դեպքերում չի ուզում 18 տարեկան երեխաներին, մեր զավակներին դարձնի առաջնագծի մարտիկներ։ Իմ լավ ընկեր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, որին ճանաչում եք դուք պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչից, մի անգամ ասեց գագ Լույսիչնի։ Լույսիչնի, այո, լույսերի մեջ հոգին։ Շատ բացառիկ անձնավորություն բոլոր առումով։ Ափսոս։ Չեմ տեղս չեմ գտնում, հասկանում ես, այդպեսի մարդկանց կորստից հետո։ Մի ուզվեք։ Մեր լսարանը ասում էր Գագ ջան, եթե մեր զինվորը չի պահում մեր սահմանը, եթե mercenary force-ը, այդ վարձկան բանակն է պահում մեր պետությունը, ուրեմն մեր այդ պետության անվտանգության մասին խոսելն ավելորդ է։ Հիմա ինչ եք կարծում, մեր բանակը ավելի տրագան հունի մեջ է, Սաֆարյան, անգեղձորեն։ Հիմա բաներ կան, որ բոլորս չգիտենք, ու պետք էլ չի, որ իմանանք։ Ես բան ասեմ, եթե մեր նախորդ նախագահների, 3 նախագահներին չասեմ ականջից բռնած, թևից բռնած, եւ մի տասնյակ գեներալների տանեք մեր բանակը մարտունակության, տեխնիկական հագեցվածության, ճաշարանների դա էլ էին հանդերձանքի, որ հայ զինվորը լավ է։ Դուք գիտեք, պետք չէ հայ զինվորը լավ սնվի։ Զուգագուլպանները, այո, գիտեմ, տաբատները, մյուս շորերը զինվորը կարող է անհաշիվ փոխի, նույնիսկ ճաշարան մտնելու ժամանակ բոլոր անտեք կախված են։ Եվ գիտեմ ինչ էին անցյալը։ Իսկ դուք գիտեք ինչով են փոխարինել օգտագործված անվադողերին եւ ինչով են փոխարինել ձկան եւ մսի թիթեղյա պահածոների, տարաների, սահմանը սարձակային այդ մեխանիկա բաների, սարքերի, չէ, այդ utensil թեկերը որ կա, այդ դուք գիտեք մեր պաշտպանական բնագծերը այսօր ինչ վիճակում են։ Դրա համար ես հարցնում եմ ձեզ, պարոն Սաֆարյան ջան։ Ես շուտով ունենալու եմ բազմաթիվ դասախոսություններ հազիված ուժերում։ Ցավոք սրտի իմ ժամանակը չէր եկում, Սարգիս ջան։ Ես ժամանակի սովության
Պատճառով չեմ կարող շատ չպատասխանեցիք մեր բանակի վիճակը ինչ է այսօր պարոն Սաֆարյան հայմատության համար նախորդ բանակի հետ մենք կարող ենք ասել որ առնվազն 20-30 անգամ մենք ավելի մարտունակ ենք հենց հիմա հենց այս պահին մեր բանակը մեր հաղթանակները ձեռք է բերվել մեր հայրենասիրության մեր հայրենատիրության մեր հաղթանակները 92-93 թվականների մենք դեռևս ձևավորված բանակ չենք ունեցել, ճիշտ է, կազմավորվել էր բանակը, բայց այն մոտեցումը, որ եղել է մեր զինվորի մեջ, դա մի ուրիշ բան է։ Մեր զինվորի մեջ պիտի մենք ներարկենք այդ գաղափարախոսությունը եւ այդ հայրենատիրությունը։ Այլևս չեմ խոսում մարտունակության առումով, ուսումնական վարժանքների առումով, դրսում ուսում ստանալու առումով, ոչ թե Սամագոն կամ ինքնաշեն օղիով գնան Ռուսաստաններում կարմիր դիպլոմներ ձեռք բերեն կան այստեղ դառնան գումարտակի կամ գնդի հրամանատարներ։ Այդ առումով էլ շատ աշխատանք է կատարվում, այլևս չեմ խոսում, որ մեր բանակի զինվորից սկսած մինչև գեներալը ի վիճակի են ստանալու 700,000-ից 3 շերտ ուրեմն որակավորման հանձնաժողովի չափորոշիչներով քննություն հանձնելուց հետո մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ։ Պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Գիտեք, անընդհատ ես չեմ ուզում հետ նայեմ, անընդհատ ասում եմ հետ նայես փոսը կընկնես որ այլևս չես կարող բարձրանալ։ Այո, եղել է թալան, եղել է մարդասպանության դեպքեր։ Բոլորս գիտենք ինչպես են չարաշահել հայրենասիրությունը այդ օրինակ ասենք ես այդ Մանվել Գրիգորյանիզմը չեմ ընդունում։ Չեմ ընդունում Մանվել Գրիգորյանիզմը չեմ ընդունում, Սամվել Բաբայանիզմը չեմ ընդունում, չեմ էլ ընդունելու, հասկանում եք։ Այսինքն բادرազմի ճակատին հաղթանակած մարդը, սպան զինվորը պիտի կա եւ նորմալ ապրի մեր հետ, ոչ թե հագարակ դառնա մեր ժողովրդի գլխին այդ որ պրոֆիտերներ են, չէ՞ ասում կարծեմ, չէ՞։ Այո։ Այդպեսի մի բան կա, չէ՞, պատերազմով ճարաշահումներ եք ասում, չէ՞։ Այո, դե հիմա գիտեք, ասենք ես ասում են հանրապետական կուսակցություն, դե հանրապետական կուսակցությունում ես ճանաչել եմ Աշոտ Նավասարդյանին, բայց ինչ կապ ունի Աշոտ Նավասարդյանի ստեղծած կուսակցության հետ Գագիկ Բեգլարյանը, Բուրնաշը, Հրազդան Մարզադաշտի, Սերժ Սարգսյանը, ինչ կապ ունի, Խոսորով Հարությունյանը, Նիկոյան, ինչ կապ ունեն դրանք։ Հասկանում եք, մարդը կարող ազգային ժողով ցինիկաբար ասի, փող չունեք, միս մի կերեք։ Դուք հասկանում եք։ Այդպես է իմացում։